Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, ինչպես ամեն ուրբաթ արդեն վերջին շրջանում, մենք այսօր փորձելու ենք մեր զրույցը տանել մշակութային գծով, ընդ որում մշակույթի միջոցով խոսելով գրեթե ամեն ինչի մասին եւ այսօր իմ զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև։ Պարոն Բաբայան, աշխատանքի բերումով եւ նաեւ մասնագիտության բերումով դուք գործում եք աշխարհի ամենաբարի, երախտագետ հանդիսատեսի, աշխարհին լայն աչքերով, բացված աչքերով նայող եւ այդ աշխարհը ահավոր սիրող հանդիսատեսի հետ, երեխաների հետ։ Ըստ ձեզ ինչպես է ստացվում, որ այդ երեխաները ընթացքում մեծանալով դառնում են չար, նյարդային, ամեն ինչ եւ ամենը պիտակավորող մարդկանց, որոնք մենք տեսնում ենք ամեն քայլափոխի, այդ տրանսֆորմացիան, այդ լավագույնից դեպի վատ, ինչպես է տեղի ունենում։ Շնորհակալություն։ Արդեն կարևոր հարցը, որտեվ այդ հարցը ես ինքս ժամանակ առ ժամանակ տալիս եմ, ես չեմ կարող հավակնել լիակատար ճշմարիտ պատասխանի, որտեվ կարծում եմ յուրաքանչյուր ճշմարտության մեջ կա նաև իր հակառակ, առավել ևս երբ որ փորձում ես դա հաստատել։ Ինչ է կատարվում։ Երևի թե պետք է նաև հարց տալ, թե ինչու է մեզ տրված այս կյանք։ Այդ տարիները եւ ինչ են վերջի իրենցից ներկայացնում երեխաները։ Դա այն իդեալական մոդելն է, որը տրված է ի վերուստ։ Կյանքը տրված է, կարծում եմ, նրա համար, որպեսզի դու անցնես կյանքի տարբեր էտապներով եւ հասկանաս, որ այդ մոդելը ճիշտ է։ Ուշադրություն դարձրեք, երեխաները շատ լավ լեզու են գտնում տատիկների, պապիկների հետ։ Ծնողները հաճախակի ասում են ծնողների մասին ցնդել են, ամբողջ օրը երեխաների հետ են խոսում, ինչ որ իրենց համար հասկանում, ոչ թե ցնդել։ Դա փիլիսոփայական մի միտք կա, որ երկու կողմերից էլ երեխաները իրենց կողմից, ծերերը իրենց կողմից ավելի մոտենում են Աստծուն, այսինքն նրանք դեռ չեն հեռացել, դրանք մոտեցել են։ Կարծում եմ ծերերը մոտենում են, քանի որ դառնում են ավելի իմաստուն եւ հասկանում են, որ այդ երեխայի վիճակը դու կարծիք անմիջական, բաց աչքերով, բարի տրամադրությամբ, նայեք երեխաները ինչքան շուտ են իրար հետ ընկերանում, մինչև մեծերը հազարը մի հատ բարդույթ են վերապրում, ինչպես մոտենալ, ինչպես բարևել, ինչպես ուրեմն կարողանալ ծանոթություն հաստատել։ Կյանքը դաժան բան է եւ կյանքը փորձություն է։ Ինչպես է դու անցնում այդ փորձությունը։ Այդ փորձությունը անցնում են բոլորը։ Ստերիլ որևէ բան չկա աշխարհում։ Կարևորը թե դու ինչ իմունիտետ ես կարողանում քո մեջ դրսևորել։ Եվ այդ իդեալական մոդելին մոտենալը շատ դժվար է։ Ես նկատում եմ երեխային։ Բայց կարծում եմ կյանքը դրա համար է տրված, որովհետև ինչքան դու հեռանում ես այդ իդեալական մոդելից, այդքան դու դեռ քեզ բերում այն հատկությունները, որոնց մասին դու քիչ առաջ ասեցիք, չարանում ես, դառնում ես ավելի նախանձ, ավելի ագրեսիվ, ավելի վատը կամեցող ուրիշներին, արհամարող ուրիշներին, հաճախակի երեխայի այդ որակը փորձում են վերագրել երեխայի պարզունակ լինելուն։ Իրականում երեխան պարզունակ չի, երեխան շատ խորն է։ Հավատացեք, որ երեխան տառապում է այն բոլոր ցավերով, որով տառապում է նաև մեծահասակը։ Կա եւ դավաճանություն, երեխան հաճախակի մեծերի մեջ տեսնում է այդ դավաճանությունը, կա եւ չբաժանված սեր,
երեխայի մոտ։ Մի խոսքով գուցե երեխայի ձևով, բայց փոքրիկ մոդելով այն ամեն ինչ մենք հանդիպում ենք հետագա կյանքում կա։ Այդ դեպքում ինչու մենք չենք կարողանում երեխաներից սովորել, թե ինչպես է պետք ճիշտ ապրել։ Որտեւ մենք կարծում եմ սխալ մոտեցում ենք դրսևորում։ Մենք ոչ թե սովորում ենք երեխաներից, այլ փորձում ենք սովորեցնել երեխաներին։ Իրականում երեխան շատ ավելի ճիշտ կարգավիճակով է ապրում աշխարհում։ Նայեք, նա չի բաժանում մարդկանց ըստ սոցիալական վիճակի, ըստ ազգությունների, ըստ ուրեմն մասնագիտությունների, ըստ հազար ու մի բաների, ինչով մենք ենք առաջնորդվում մեծահասակներս, երբ որ փորձում ենք որևէ մեկի հետ կապ հաստատել։ Մենք առաջին հերթին փորձում ենք պարզել նա ով է, ինչ պաշտոն է զբաղեցնում, ինչ կարողություն ունի, ինչ ազգի է պատկանում, ինչ ուրեմն դասի է պատկանում եւ այլն։ Երեխան այդ բանը չունի։ Երեխան մարդու մեջ տեսնում է մարդ։ Լավ մարդ, թե վատ մարդ, դա ուրիշ բան է։ Նա կարող է մեկի հետ մտնի կոնտակտի, մեկի հետ չմտնի, բայց նա առաջին հերթին դրսևորում է իր վերաբերմունքը մարդու հանդեպ։ Այն, ինչը մենք անում ենք ամենավերջում, եթե դա արդեն հաջողվում է, եւ հաճախակի չի հաջողվում, որտեվ իմ բոլոր թվարկած, այդ բանները, որակումները, նրանք իրականում մեզնից հեռացնում են մարդուն որպես մարդ։ Մենք այդ ամեն ինչով հագցնում ենք մարդուն, մարդու վրա շալակում ենք, ու մեկ էլ մի գեղեցիկ օր տեսնում ենք, որ մարդը տակը չի երևում։ Ամեն ինչ երևում է բացի մարդուց։ Դուք խոսք բացեցիք արժեքային համակարգի մասին, որը կարծում եմ եւս կարևոր է, շատ։ Եվ որի օրինակը երեխաներն են մեզ տալիս։ Իսկ ինչն է իսկապես արժեքային համակարգում ամենակարևորը։ Ես երկար եմ մտածել դրա մասին։ Մենք հաճախակի առաջնորդվում ենք այդ բառակապակցությամբ։ Մեր արժեքային համակարգը սա է պարունակում, մեր հայերիս արժեքային համակարգը ուրիշների եւ այլն եւ այլն եւ այլն։ Կարծում եմ այստեղ շատ մեծ դեմագոգիա կա։ Ինչու՞։ Որտեւ արժեքային համակարգի կենտրոնում իմ համար մարդն է։ Մնացած ամեն ինչ անցյալ է։ Այն մենք խոսում ենք խաղաղության մասին։ Եթե քո համար մարդը մեծագույն արժեքը չէ, խաղաղություն արժեք չէ։ Որտեվ խաղաղությունը կարող է արժեք լինել միայն այն ժամանակ, երբ որ նա ուղղված է պաշտպանել, այդ արժեքը կարևոր մարդուն։ Մնացած ամեն ինչը բնապահպանությունը, հանուն մարդու, առողջապահությունը, մշակույթը, կրթությունը, տնտեսությունը, բիզնեսը, ամեն ինչ արդարացված է, եթե դա արվում է հանուն մարդու, մեկ մարդու։ Եթե այդ ամենը արվում է Սովորաբար տարիներ շարունակ մենք ամեն ինչ արել ենք հանուն մեկ մարդու։ դա ուրիշ մարդու մասին խոսք է գնում։ Ես նկատի ունեմ մարդուն, այնեք մոտենում է։ Դուք խոսում եք մարդակենտրոն հասարակության մասին։ Հա, բայց ես ուզում եմ, որպեսզի այդ խոսքերը ստանան կոնկրետ բովանդակություն։ Նայեք, մոտենում ապրիլի 24-ը, ցեղասպանության օր։ Մենք հաճախակի գնում ենք եւ դառնում ենք թվերի գերին, հա, քանի մարդ է զոհվել։ Եվ այդ թվերով փորձում ենք շարժվել։ Իսկ հիմա եկեք այդ թվերը գումարենք իրար, հա, միլիոնը դա քանիսն է, դա 1 գումարած 1 գումարած 1, ու այդ ժամանակ ուրիշ ձևով է բացվում, որտեղ ամեն մի կյանք դա արժեք է եղել։ Ամեն մի կյանք դա մի տիեզերք է եղել։ Իր ճակատագրով, իր հոգսերով, իր զգացմունքներով, եւ այդ տեսակ 1 գումարած 1, ու դու հասկանում ես, որ այստեղ
կռիվը ոչ թե միլիոն է, թե 1,200,000 թե 1,500,000 է։ Երբ որ դու սկսում ես մեկին գումարել մեկ, դու հասկանում ես, թե դա ինչ կորուստ է եղել։ Յուրաքանչյուր մեկը, որտեվ մի հատ ասեմ, ինչ է յուրաքանչյուր մեկը, հա։ Մարդը գտնվում է տիեզերքի կենտրոնում, չէ՞։ Եթե տիեզերք անծայրածիր է, որտեղ ենք մենք գտնվում։ Ես, դուք որտեղ ենք գտնվում։ Կենտրոնում։ Մենք չենք կարող անծայրածիր բանի վերաբերել, ասենք, որ մենք ինչ որտեղ ենք գտնվում։ Մենք կարող ենք գտնվել միայն կենտրոնում։ Ուրեմն մարդը յուրաքանչյուր մարդը տիեզերքի կենտրոնն է։ Եվ ուրեմն ինչ է նշանակում լինել տիեզերքի կենտրոնը։ Նշանակում է, որ քեզնից է գալիս ամեն ինչ։ Հիմա դուք ինքներդ այդ թեման տվեցիք խոհապել սոփայական։ Դե բարի եղեք, ուրեմն տանել։ Բարի եմ, բարի։ Պարոն Բաբայան, վերադառնալով երեխաների թեմային, էլի կգանք այն ուղղություններով, որի մասին մենք խոսում էինք։ Տեսեք, պետությունը ինքը որոշակի կացութաձև է, չէ՞, ինքը ենթադրում է այդպեսին։ Օրինակ, տեսեք, Խորհրդային Միությունը կերտում էր իր քաղաքացիներին իր ուզած ձևով։ Տարբեր օրինակներով մանկապարտեզից սկսած փոքրիկ Լենին, հետո արդեն մի քիչ ավելի մեծ տարիքում, չգիտեմ, Պավլիկ Մարոզով, հետո Ռաֆի Սամվել, հետո, չգիտեմ, Զոյա Կոսմոդեմյանսկայա եւ այլն, այսպես հունան ավետության կարելի է ցանկանվանվեր շարունակել։ Նորանկախ երկրում բնականաբար այդ գաղափարախոսական պլաստը շպրտվեց մի կողմ, դա բնական է ենթադրաբար, բայց դրա փոխարեն ոչինչ չբերվեց։ Եվ ըստ էության այս տեսակետը կարելի է դրան հետ համաձայնվել, կարելի է չհամաձայնվել։ Ըստ էության պետությունը այդ ձևով հրաժարվեց առաջին պարտավորություններից, պարտականություններից մեկին քաղաքացի դաստիարակելու, իսկ արդեն հետո պետությունը զրկվեց գիտակից քաղաքացի ունենալու հնարավորությունից, չեմ ասում դա համընդհանուր, ես ընդհանրացված եմ ասում, չեմ ասում գիտակից քաղաքացիներ չկան։ Ըստ ձեզ արդյոք այս պնդումը գոյության իրավունք ունի, եւ եթե այո, ձեր կարծիքով դա արվեց միտումնավոր, թե դա ուղղակի բաց թողում էր։ Շնորհակալություն։ Եք օգտագործեցի գաղափարախոսություն բառը։ Ոչ վաղ անցյալում, հա, սովետական միություն ամենայն դեպս իմ համար տարիքով դա որ կյանքի կես ապրել է ուրեմն այդ դարաշրջանում։ Բերվում են ինչ-որ օրինակներ, որոնք ուսուցանվում էին որպես լավագույն օրինակները, որոնց պետք է հետևել եւ այլն։ Հետո փոխվեց գաղափարախոսությունը։ Մենք դարձանք ավելի տեղեկացված։ Եվ այդ օրինակներն էլ փլվեցին։ Բոլորը իմացան, որ Լենինը այդքան էլ բարի մարդ չէր։ Հեշտությամբ գնդակահարում էր երեխաներին, սովի էր մատնում ժողովուրդներ։ Նրանք ովքեր ավելի խորացան, իմացան ամբողջ ճշմարտությունը եւ Զոյա Կոսմոդեմյանսկայի մասին եւ Պավլիկ Մարոզովի մասին, որ դավաճանել էր հորը, մատնել էր ավելի շուտ այն հորը, որը մեկ պարկ ալուր էր պահել, որպես ընտանիք սովից չմեռնի։ Հա, որ նույն Պավլիկը սովից չսատկի։ Այո։ Հազարում մի բան, եւ ինչ է կատարվում այդ ժամանակ հասարակության հետ, երբ նա իմանում է այդ փաստերը եւ որ ուրեմն վերանում է այդ գաղափարախոսությունը։ Նա ասում է պետությունն ինձ խափում էր իր օրինակներով։ Եվ այդպես կկատարվի միշտ, երբ առաջնորդվեն մարդիկ գաղափարախոսությամբ, այլ ոչ թե արժեքներով։ Երբ պետությունը առաջնորդվում է գաղափարախոսությամբ, նա փորձում է բերել նման օրինակներ։ Այդ բոլոր օրինակների կրողները մարդ են, իրենց բոլոր բացասական եւ դրական կողմերով։ Երբ պետությունը փորձում է դարձնել դա օրինակելի, նա մի կողմ է տանում, հա, բոլոր բացասական երևույթները, որոնք բնորոշ են ուզած մարդուն։ Եվ ուրեմն բերում է միայն դրականը, կերտում է այսպես ասած օրինակելի կերպար։ Հետո անցնում է մի որոշակի ժամանակ, մարդիկ իմանում են իրականությունը,
կամ նույնիսկ նույն ժամանակ են իմանում իրականությունը։ Եվ սկսում են այդ բացասական իրենից թաքցված օրինակների հետ մի կողմ շպրտել նաև դրականը, որը բնորոշ էր այդ մարդկանց։ Այնպես որ ես անկեղծ ասած ոչ այդքան հետաքրքրվում եմ, ոչ էլ այդքան կարևորում եմ այն թեզը, թե դա գիտակցաբար է արվել, թե ոչ գիտակցաբար։ Ես ավելի շատ կարևորում եմ, երբ պետությունը ոչ թե առաջնորդվում է գաղափարախոսությունով, այլ արժեքային համակարգով։ Նոր ասացի, մենք խոսում ենք պետության կարևորության մասին, չէ՞։ Բայց պետությունը դա абստրակտ ինչ-որ սիմվոլիկ երևույթ չէ։ Եթե մեր համար պետությունը առաջին հերթին մարդու պաշտպանն է, մարդու իրավունքները եւ ազատությունները ապահովողը, պետությունը ունի արժեք եւ ունի իմաստ։ Եթե այդ պետությունը ուրիշ խնդիր է դնում իր առջև, նա իմ համար բացարձակապես որևէ արժեք չի ներկայացնում։ Նայեք, կոմունիստները խոսում էին մարդկային երջանկության մասին եւ կառուցում էին երջանիկ կյանք։ Տասնյակ միլիոնավոր մարդկանց համակենտրոնացման ճամբարներում զոհաբերելով, որտեղ նրանք խոսում էին երջանկության մասին։ Իսկ հանուն երջանկության դու կարող ես ժողովրդի կեսը ոչնչացնել։ Պետք չի խոսել երջանկության մասին։ Երջանկությունը շատ անհատական է, նա չի կարող լինել համընդհանուր եւ նա չի կարող լինել տևական։ Տևական երջանկությունը դա ապուշների հատկությունն է։ Այնպես որ իմ համար անկեղծ ասած շատ ավելի կարևոր է, երբ պետությունը առաջ է բերում արժեքներ, փորձում է այդ արժեքների վրա կառուցել իր գաղափարախոսությունը, որտեղ միակ գաղափարախոսությունը էլ եմ ասում իմ համար, դա մարդն է որպես մեծագույն արժեք։ Եվ նաև չթաքցնելով, ընդունելով, որ մենք բոլորս ունենք բազմաթիվ եւ դրական եւ բացասական կողմեր, բայց դա չի նշանակում, որ չեն կարող լինել կերպարներ եւ մեր պատմության մեջ, եւ գրականության մեջ, որոնց մենք կուզենանք նմանվել իրենց լավագույն հատկությունները հաշվի առնելով։ Բայց որպեսզի այդ արժեքային համակարգը, որի մասին դուք խոսում եք, ձևավորվի, նախ պետք է սթափ գնահատել այն ճանապարհը, որով մենք անցել ենք, ճիշտ է թե ոչ։ Իսկ մենք դրանից խուսափում ենք բարբերաբար։ Մենք երկու մոտավորապես շաբաթ առաջ է ստուդիայում նստած, էլի զրուցում էինք մեր պատմաբաններից մեկի հետ եւ եկանք այդ եզրահանգմանը, որ մենք ըստ էության վախենում ենք կամ խուսափում ենք վերագնահատել մեր պատմական ուղին։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ վերագնահատելը դա երկրորդ քայլն է։ Առաջին քայլը դա բաց աչքերով առնչվելն է քո պատմության հետ։ Ոչ չափից ավելի սև ներկերով ներկել, ոչ էլ ուրեմն ասենք վարդագույն, հա, մեր պատմության մեջ ամեն ինչ եղել է։ Մենք մեր պատմությունը դա մեր պատմությունն է, ինչպես մեր յուրաքանչյուր կյանքը մեր կյանքն է։ Եվ այս կյանքի մեջ եղել են եւ լուսավոր կետեր, եւ սև կետեր։ Ինչով է օգտակար բաց աչքերով առնչվել պատմության հետ, հա։ Նա հերոյ է քեզ պահում այն սխալներից, որ դու ժամանակին գործել ես։ Հաճախակի օգտագործվում է այս տեսակ արտահայտություն, հա, պատմությունը ոչ մի բան չի սովորեցրել այս մարդկանց, կամ այս ժողովրդին, կամ այս անձին, որտեղ պատմությունը փոխել հնարավոր չի, պատմությունը կարելի է կեղծել, բայց փոխել հնարավոր չի, բայց պատմությունը որպես դասագիրք ապագայի համար, հոյակապ ձևով հասկանալով, որ պատմությունը երբեք չի կրկնվում նույն ձևով, ամեն անգամ որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվում, պետք է միշտ հաշվի առնել։ Հակառակ դեպքում նրանք, ովքեր չեն ուզում առնչվել սեփական պատմության հետ, պետությունները մարդկանց պես են, հա, եւ այն մարդը, որ չի ուզում առնչվել իր
սեփական կյանքի հետ անցյալ, որը համարում է, որ ինքը միշտ եղել է ճիշտ եւ սխալ է եղել միշտ իր շրջապատը։ Մենք դա հաճախակի նույնիսկ կենցաղային մակարդակով հանդիպում ենք, չէ՞, շատ դժվար են մարդկանց հետ խոսել։ Նրանք մեղադրում են բոլորին։ Ծնողներին, հարևաններին, չգիտեմ, ուրեմն աշխատակիցներին, հիմնարկի ղեկավարությանը, ուրեմն դիմությանը, ընդդիմությանը, բժիշկներին, դասատուներին, բոլորին, բացի իրենցից։ Դրանք ցենց ասեմ, դրանք շատ կործանված մարդիկ են ճակատագրի տեսակետից եւ եթե տարածենք դա ժողովրդի ազգի վրա մենք կտեսնենք որ նույն վտանգը նույն հիվանդությունը կարող է տարածվել բոլորի վրա ընդունել սեփական սխալները չի նշանակում խեղդվել այդ սխալների ուրեմն այս օվկիանոսում հակառակ դա քեզ ուժ է տալիս դա տալիս է քեզ հնարավորություն չկրկնել իսկ մենք հաճախակի, շատ հաճախակի կրկնում ենք, որտեվ դուք ասացիք, որ խոսել եք պատմաբանի հետ, նա երևի ձեզ ասեց, որ մեզ ահավոր խանգարում է այն, որ մենք ոչ թե, եւ դա միգուցե միայն հայերին չի վերաբերում, ոչ թե փորձում ենք առնչվել իրական պատմության հետ, մենք ստերեոտիպային այլ այն, ինչ հաճելի է լսել։ Իհարկե մարդուն միշտ ավելի հաճելի է լսել իր մասին լավ բաներ։ Չէ, նույնիսկ այն ինչ որ տհաճ է լսել, նույնիսկ դրա հետ ենք համակերպվում, այն դեպքում երբ ասենք ուսումնասիրում ես պատմությունը, պարզվում է որ այդ այնքան էլ տհաճ չի եղել։ Ասենք այս մարդը այնքան էլ դավաճան չի եղել, կամ այն մյուսը այնքան էլ հերոս չի իրականում։ Այստեղ մի շատ կարևոր բանի մասին երևի բան մասին նկատի ունեք։ Ստերեոտիպներ, հա, շտամպեր։ Տեղավորվեց այստեղ, սա դավաճանի, ուրեմն շրջանակն է, սա հերոսի շրջանակն է։ Բայց մարդը ծավալային է, նա ուրեմն հարթային չէ։ Գուցե այդպես չէ։ Գուցե այն պիտակը, որը կպցված էր մարդու վրա, հիշենք վերջը, հենց մեր նորագույն պատմության մեջ նրանք ու մենք այսօր համարում ենք հերոս, հա, նույն Գարեգին Նժդեն։ Ինչ պիտակ ուներ Գարեգին Նժդեն սովետական տարիներին։ Դեռ հակառակը, չէ։ Նժդեի մենակ անունը տալու համար քեզ ուղարկում էին Սիբիր, այնտեղ ամբողջ ձյունը մաքրել։ Ու այդպիսի բազմաթիվ օրինակներ, ես կարող եմ տեղափոխվել մշակույթի ոլորտ, Չարենց, Փարաջանով։ Մենք այսօր մեծարում ենք այդ մարդկանց, բայց մենք փորձել ենք պատկերացնել իսկ եթե իրանք այսօր ապրեին արդյոք նույն ձևով իրենք կընկալվեին ոսրում ենք հիմա ենք իրենց ընկալում թե միգուցե էլի որոշակի շրջանակների մեջ չտեղավորվելով իսկ ասենք թե այդ երկու անձնավորություն այդ երկու հանճարները ում մասին ես ասացի նրանք չեն տեղավորվում Հովհաննես Թումանյանը վերջերս Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ես հաճախակի եմ վերընթերցում մի հրաշալի տողեր գտա։ Թումանյան ես հիմա կարող եմ շատ դժգրիտ չասեմ, բայց այսպեսի միտք է արտահայտում։ Ես համոզված եմ, որ կգա ժամանակը եւ ինձ ճիշտ կհասկանան։ Հիմա ինձ սխալ են հասկանում։ Դա Թումանյանն է ասում։ Ամենայն հայոց բանաստեղծը, որ այդ ժամանակ արդեն այդպես էր ընկալվում։ Ուրեմն ինչ որ բան կա, որ սխալ էր ընկալումը իր մասին ավելի շուտ։ Ես կարծում եմ այն ինչ որ մենք անվանում ենք եւ այսօր մոդայիկ է դարձել դա ասելա քրիտիկական մտածողություն իրականում շատ կարեւոր բան է քրիտիկական մտածողությունը չի նշանակում որ դու պետք է բոլոր իդեալները եւ բոլոր դրական օրինակները քանդես բայց որ դու պետք է սեփական մտածողությունը զարգացնես եւ եթե գալիս ես որևէ եզրակացության դա պետք է լինի քո սեփական մտածողության արդյունքը, որտեվ ամուր է միայն այն կարծիքը, որը դու անձնապես ես ձևավորել, այլ ոչ թե այն, որը քեզ պարտադրել են։ Այն, որը քեզ պարտադրել են, վաղը կհայտնվի մի քիչ ավելի ուժեղ ձեռք եւ քեզ կպարտադրի ուրիշ կարծիք, որտեվ դա քոնը չի, դա պարտադրված է։
Տեսեք, դուք խոսեցիք խաղաղության մասին, ընդ որում ընդգծելով, որ խաղաղություն ցանկացող պետության հիմքում դա մարդն է, այսինքն պետությունը ուզում է խաղաղություն, որովհետև կարևորում է մարդու կյանքը։ Հիմա օրինակ գործող իշխանությունը պարբերաբար ու անընդհատ խոսում է խաղաղությունից, խաղաղության անհրաժեշտությունից, հայտարարում է, որ այսօր պատրաստ են ստորագրել փաստաթուղթ Ադրբեջանի հետ, եւ ընդհանրապես պետք է մեր հանրային մտածողությունից դուրս բերվի Բաքվում չայ խմելու այդ խոսույթը, որը տասնամյակներ գերիշխող է եղել։ Բայց այստեղ մի ուրիշ խնդիր է առաջանում։ Տեսեք, Բաքվում առաջնորդվում է Երևանում չայ խմելու խոսույթով եւ այստեղ հակասություն կա, այսինքն մենք ասում ենք խաղաղություն, Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Հիմա հասարակությունը այս ինֆորմացիաները, երկու ինֆորմացիան ունենալով ձեռքի տակ, եւ սա, ինչ պիտի անի։ Շնորհակալություն։ Շատ բարդ է անկեղծ ասած։ Նայեք, ադրբեջանցիները եւ հայերը մի մաս ադրբեջանցիների, մի մաս հայերի ցավոք սրտի համախմբվում են նույն գաղափարի շուրջ։ Որն է այդ գաղափարը։ Ժողովրդավարությունը թուլություն է, իսկ բռնապետությունը երևի կոպիտ է ասած, ավտորիտարիզմը ուժ է։ Եվ բերում են շատ պարզ հասարակ օրինակներ։ Ասում են մենք ժողովրդավարական երկիր էինք Էլչիբեի ժամանակ եւ խայտարակ պարտություններ կրեցինք, հետո մենք դարձանք ուրեմն այսպիսի ավտորիտար երկիր եւ հաղթեցինք։ Հայերն էլ հաճախակի ասում են, այո, մեր մոտ կար ավտորիտարիզմ եւ մենք հաղթանակած էինք, հետո փորձեցինք առաջ բերել ժողովրդավարությունը եւ պարտվեցինք։ Շատ վտանգավոր բան է, իհարկե, այս մոտեցումը, որտեւ նա առավելևս այն ինչ որ կատարվում է այսօր աշխարհում, մենք տեսնում ենք եւ սա օբյեկտիվ պատկեր է, որ ժողովրդավարությունը ցավոք սրտի նահանջում է։ Ցավոք սրտի։ Եվ դա նշանակում է հասարակությունը ինչ պիտի մտածի այդ ֆոնին։ Հասարակությունը պետք է ուժ տա ժողովրդավարությանը, որտեղ իրականում եթե մենք մտածում ենք խաղաղության մասին, ավելի գլոբալ իմաստով, ոչ թե միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, մենք կարող ենք արձանագրել մի փաստ։ Ժողովրդավարական երկրներ իրար հետ չեն պատերազմում։ Պատերազմում են ավտորիտար երկրները կամ ավտորիտար երկրները ժողովրդավարական երկրների հետ։ Ժողովրդավարական երկրները իրենց հարաբերությունները արժեքային համակարգի վրա են դասավորում մարդ։ Իսկ մարդուն ոչնչացնել չի կարելի։ Ավտորիտար երկրները ունեն ուրիշ մոտեցում։ Կարելի է հանուն հողի, հանուն սրա, նրա հազար ու մի բանի գեոպոլիտիկ, հազար մի հատ հարցեր, դե վերացնենք, բան չկա, լավ, հիմա 10,000 զոհ կտանք, թե 20,000 զոհ կտանք, բայց մեր ազգային գաղափարները տանում ենք առաջ։ Ինչ պետք է մտածի հասարակ մարդը, փորձում եմ ձեզ պատասխանել։ Նախ ես ինձ չեմ առանձնացնում հասարակ մարդկանց շարքից։ Ինչ եմ ես մտածում։ Ես մտածում եմ, որ ժողովրդավարությունը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել այն, ինչին այսօր գալիս է երևի Եվրոպան։ Երբ որ Միացյալ Նահանգները փաստորեն սկսեցին դրսևորել նոր մոտեցումներ, եւ Եվրոպան հասկացավ, որ վերջացել են ժամանակները, երբ որ կարելի էր հույս դնել ուժեղ, հովանավորի վրա։ Միգուցե Եվրոպան դա հասկացավ մեզնից ավելի ուշ։ Մենք ավելի շուտ փայլուն օրինակ ունեցանք համոզվելու դրա մեջ։ Կարճ ասած այսպես ամփոփելով, բարությունը պետք է ատամներ ունենա։ Առողջ ատամներ ունենա։ Առողջ ատամներ։ Շնորհակալություն զրույցի համար, ժամանակը թռավ իրոք։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։